Կորնիձորում այսօր ինչպես արդեն ասվեց ծրագրեր են իրականացվում, բայց ես ուզում եմ ավելի լայն համատեքստի մասին խոսել Կորնիձորի եւ խաղաղության հարաբերությունների մասին, որովհետեւ շատ կարևոր է արձանագրել այն ճանապարհը, այն ընթացքը, որը մենք վերջին տարիներին իրար հետ անցել ենք եւ այդ ճանապարհը մեզ շատ բան է սովորացրել։ Եվ այդ ճանապարհի մեջ մենք արձանագրել ենք, արել ենք մի շատ կարևոր արձանագրում։ Մենք շատ դժվար որոշում ենք կայացրել եւ այդ որոշման էությունը եղել է հետեւյալը, որ մենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ դադարեցնենք Ղարաբաղի շարժումը, որովհետեւ նախորդող շրջանի վերլուծությունը մեզ ցույց է տվել, որ նախորդող շրջանի Ղարաբաղյան շարժման հետ կապված գործոնները օգտագործվել են մեր պետության առաջընթացը թույլ չտալու համար։ Այսօր շատ են ասում իրականում, որ մենք եւ մեզ մեղադրում են տարածքներ կորցնելու մեջ։ Ես ուզում եմ հստակ ասեմ, որ մենք տարածքներ չենք կորցրել, որովհետեւ այն տարածքները, որոնք մեր իրականության մեջ փորձարվել եւ ինքներս մեզ հավատացրել են, որ դրանք մեր տարածքներն են, մեզ են պատկանում, այդ տարածքները մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև այդ տարածքները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության եւ սեփականության իրավունքը թուլանա։ Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել եւ շատ դժվար արձանագրումներ ենք արել։ Այդ արձանագրումներից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից 1991 թվականից 1990 թվականից գտնվել է թակարդում եւ մենք ձեզ հետ միասին ունեցել ենք համարձակություն առերեսվել այդ ճշմարտության հետ եւ մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք եւ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք եւ դրել ենք բոլորովին այլ զարգացման տրամաբանության վրա։ Մենք հաղթահարել ենք մաքարման, գոյատևման տրամաբանությունը եւ դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն։ Եվ մենք հասել ենք նրան, որ ի վերջո, տեսեք շատ են ասում, որ նախորդող շրջանում, օրինակ մինչև 2020 թիվը եղել է խաղաղություն։ Եղել է խաղաղություն ժողովուրդ մինչև 2020 թվականը։ Սուտա չի եղել խաղաղություն, որտեղ մինչև 2020 թվականը, ոչ միայն մինչև 2020 թվականը, դրանից հետո էլ, բայց հիմա խոսում եմ մինչև 2020 թվականը, ամեն տարի Հայաստան, Ադրբեջան սահմանին մենք ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Որտեղ եք տեսել խաղաղություն, որտեղ կա վիրավորներ։ Որտեղ եք տեսել այդպիսի խաղաղություն։ Մենք երբեք չենք ունեցել խաղաղություն։ Մենք ունեցել ենք պատերազմ, այլ բան եղել է պատերազմի տարբեր իրավիճակներ, տարբեր ակտիվություն։ Եվ այն ինչ որ պատերազմի եռագլուխ կուսակցություն ուզում անվանի խաղաղություն, դա պատերազմի ակտիվ փուլի հետաձգում ա եղել, հետաձգում, բայց էսել է շատ կարևոր ինչի համար։ Ինչեր բերելու այդ հետաձգումը։ Մենք մեզ խաբել ենք, թե մենք կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես մեր հեռուստացույցներով մեզ ասել են եւ մենք էլ ենք մեզ ասել։ Դա եղել է ամենամեծ սուտը եւ կեղծիքը։ 1996 թվականին իմացել եւ միջազգային հանրությունը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու կարգավիճակն է եղել շատ կասկածելի, որովհետեւ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովը արձանագրել է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնակառավարման տրամաբանությունը։ Խոսքը տեղական ինքնակառավարում բառը հատուկ եմ ընդգծում, որովհետև ինքնակառավարումը այսօր օրինակ համայնքները Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններ են։ Եվ ինչն է այստեղ խնդիրը։ Շատ կարևոր է, օրինակ շատ են մեր շարք ասում են, որ մենք ես ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այո, ասել եմ։ Հավատարիմ եմ եղել այն գաղափարին, որը մեզ բոլորից 1988 թվականից ի վերջո բերել է քաղաքականության շարժումը եւ մենք գնացել ենք դրա հետևից։ Եվ մի քայլ, երկու քայլ, 3 քայլ, մենք հասկացել ենք, որ այստեղ մի պատմություն են չի, մի բան են չի, մենք մի բան սխալ գիտենք,
Մենք միտեղ ինքներս մեզ խափում ենք։ Եվ այո պետք է արձանագրել, որ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Որովհետև մենք շատ ենք խոսում հաղթանակից, հաղթանակած, եկեք գնանք 2018-16 թիվ եւ հաղթանակած Կորնիձոր գանք։ Հաղթանակած Կորնիձորում բարեկեցություն է եղել ժողովուրդ։ Հաղթանակած Կորնիձորում մարդիկ լավ են ապրել։ Հաղթանակած Հայաստանում մարդիկ լավ են ապրել։ Հաղթանակած Հայաստանում մարդիկ ազատ են եղել։ Հաղթանակած Հայաստանում մարդիկ ազատ կամքի արտահայտման հնարավորություն են ունեցել։ Հաղթանակ են, որ ասում են ազատագրված տարածքներ, այդ ամբողջ տարածքները չի եղել 4-5 գեներալի վերահսկողության ներքո, որտեղ իրանք ընդհանրեն էլ ինչ են անել, ցորեն են ցարել, չգիտեմ ինչ են արել։ Թալանել են։ Եվ մենք որպես պետություն եւ ժողովուրդ դրա պատասխանն ենք տվել։ Այսօր մենք ինչ ասում ենք Արցախը, Ղարաբաղը, Արցախը 25 տարի էլի ասել են։ Մենք ներքին հարց ենք բարձրացրել, ասել են Ղարաբաղը։ Սոցիալական հարց ենք բարձրացրել, ասել են Ղարաբաղը։ Մեզ խաբել են, թե Ղարաբաղի համար ենք մենք վատ ապրում։ Իրականում դա սուտ է եղել, որովհետև բանակ չեն ստեղծել, որովհետև իրանք իմացել են, բա էլ եմ ասում, եթե հողերը իրանք պետք է պահեին, ինչի՞ն ցոր են ցանում, թող տներ կառուցեին, դղյակներ սարքեին, իրանք իմացել են, որ սրա ճակատագիրը, սրա հետևանքը ծանր ալնելու եւ մենք այո առերեսվել ենք այդ հետևանքի հետ եւ մենք ճանաչել ենք այդ հետևանքը եւ մենք կանգնել ենք ասել ենք ժողովուրդ մենք սխալ ճանապարհով ենք գնում պետք է փոխենք մեր ճանապարհը եւ այդ փոխած ճանապարհով մենք եկել ենք հասել ենք խաղաղության էսկետին ընդ որում ես պատասխանատու եմ ասում Հայաստանի ոչ Ղարաբաղի համար այնքան բան չի արել ինչքան մենք ենք արել Ղարաբաղում թոշակը ավելի բարձր է եղել քան Հայաստանում Ում հաշվին, Հայաստանի հաշվին, ավելի բարձր է եղել քան Հայաստանում, ով ապահովել դա, Հայաստանի Հանրապետությունը, մեր հանրապետությունն ապահովել։ Եվ այսօր է մարդիկ, որ այդ ամեն ինչը ուր ձեր զրկանքները, որ դուք 25 տարի չեք ապրել, դուք 25 տարի, 30 տարի չեք ապրել, այս երեխեքը չեն ապրել, այս խաղաղապարակը երբ է կառուցվել, երբ թիվը ասեք, 24 թվականին, 24 թվականից առաջ Կորնիձորում սենց խաղաղապարակ եղել, բա այս երեխեքը խի պտի չբա հաղթանակած երկրի երեխեն, խի պտի խաղաղապարակ չունենար, Հաղթանակած երկրի երեխեն խի պտի մանկա, այսօր մենք 500 մանկապարտեզ ենք կառուցում Հայաստանի Հանրապետությունում, 500 մանկապարտեզ, կառուցում ենք եւ ուրախանում ենք, որ 500 մանկապարտեզ ենք կառուցում, բա մեկը չի ասում մի րոպե, բա մենք 30 տարվա պետություն ենք, բայց նշանակում է մենք 30 տարի 500 մանկապարտեզի բացակայությամբ ենք ապրել, բա հաղթանակած երկրի երեխեն խի մանկապարտեզ չի ունեցել, հաղթանակած երկրի երեխան ինչի մանկապարտեզ չի ունեցել, մի քանի ֆեյք գեներալների ու երկու մաֆիոզի համար էր, որ շվեյցարական բանկերում իրաց փողերը պահեն, որ միլիարդներ կուտակեն, Ես էլ եմ հասկանում, այսօր շատերն ասում են, բա ինչ ես մեկը պատժված չի, ինչ է մեկը երրորդը ինչի պատժված չի։ Շատ պարզ պատճառով ժողովուրդ ջան, մենք 2018 թվականից առաջ է, 18 թվականից հետո է, մինչև այսօր մենք մի պատճառով, մենք պայքարել ենք եւ պայքարում ենք մաֆիայի դեմ։ Ընդ որում, եթե այդ մաֆիան լիներ ներ հայաստանյան ուղակի, մենք այդ վաղուց կլինենք։ Բայց այդ մաֆիան շոշափուկներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը եկել են, մեզ ուզում են վերադարձնել են նույն ցիկլի մեջ, որտեղ Ղարաբաղ ասում պետք է
քարտեզներից եւ խաղահարապարակներից, դպրոցներից, կրթությունից, որտեղ մարդիկ պետք է զրկվեն, բա հաղթանակած երկրի քաղաքացին թոշակատրուն, ինչի առողջության ապահովագրություն չի ունեցել, բա հաղթանակած երկրի թոշակառուն 18,000 դրամ ա եղել 2018 թվականի 18 թե 16 16,000 դրամ ա եղել նվազագույն թոշակը 2018 թվականին, բա հաղթանակած երկրի թոշակ նվազագույն թոշակը ինչի է 16,000 դրամ եղել, այսօր մենք 16, այսօր մենք երապատկել ենք թոշակը, Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ 2022 թվին ա եղել, երբ որ 22, որ թոշակը համապատասխանել է նվազագույն պարենային զամբյուղի, այսինքն նվազագույն պարենային զամբյուղը գիտեք որն է, որ մարդ հետքան փողով կարա մի ամիս ինչ որ սնունդ առնի, որ սովից չհյուծվի, այսօր փառք Աստծո նվազագույն թոշակը չէ, միջին թոշակը համապատասխանում է նվազագույն սպառողական զամբյուղին։ Եվ այսօր մենք ունենք խաղաղություն։ 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով մարդ չի զոհվել, ժողովուրդ։ Մարդ չի զոհվել։ Եվ այսօր մենք չենք եկել, մենք ժամանակին 20 թվին էլ մենք էլ պետք հասկանալ, եւ մենք շատ պաշտպանողական դիրքում էինք, փորձում ենք արդարանալ, փորձում ենք ցույց տալ, որ մենք հող չենք ծախել, մենք հող չենք վաճառել, այս չենք արել, եւ իրոք այդպես է։ Եվ այդ մեծ խոսող գեներալները ֆարսաժով փախնում էին։ Ձեզ հայտնի որոշ շրջանակներ։ Դուք եք տեսել։ Դուք ով որ տեսած չնի, դուք եք տեսել այդ ամեն ինչը։ Այդ Երևանի կաֆեներում նստած դաշնակները չեն, որ ոտներին ոտներցեն ասեն, այս ինչ են խոսում։ Բայց հիշեք 2016 թվի պատերազմը, հիշեք 2016 թվի պատերազմը եւ պատերազմից հետո հնչած բազմաթիվ բաները, պնդումները, թե զենք չկար, բենզին չկար, էսե չկար, այն չկար։ 44 օրյա պատերազմի ժամանակ մեկը լսել է զենքի պակասության մասին։ Մի դեպք դուք գիտեք, որ զենքի պակասություն է եղել, որ մեր զինվորը զենք չի ունեցել եւ Ընդամենը հեղափոխությունից անցել էր 2 տարի 6 ամիս, 2 տարի 4 ամիս պատերազմը եւ մեկը լսել է, որ մեր զինվորը բան չունենա, զենք չունենա։ Չի եղել այդպիսի բան։ Հա, եղել է բանի կասկա բրոնաժիլետի պակաս ա եղել։ Բայց ում մտքով կանցներ։ Էդ էլ մեզ են ասում են, բա ձեզնից ենք ստացել։ Ձեզնից 2020 թվին բանակը մենք փաստացել է հասցրել էինք գործերի ընթացքին հետևենք։ Այսօր մեր բանակը ամսի 28-ին կտեսնեք։ Ամսի 28-ին Հանրապետության հրապարակում կտեսնեք։ Եվ ձեզ հրավիրում եմ եկեք։ Բայց ես եկել եմ այսօր ես չեմ խոսա թոշակների մասին դուք գիտեք։ Այսօր ես չեմ խոսա առողջության ապահովության մասին դուք գիտեք։ Խաղահարապարակը դուք տեսել եք։ Ես բացման եկել եմ, չէ՞, 24 թվին եկել եմ։ Ես ուրիշ մի բան եմ ուզում ասել։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների երկիրն է։ Մենք այսօրվա Հայաստանը պետք է պաշտպանենք։ Մենք պետք է պաշտպանենք, այսօր ամենակարևոր բանը, որ մենք ունենք այդ խաղաղությունն է։ Եվ մենք եկել ենք ձեզ ասել, որ տեր կանգնենք խաղաղությանը, որովհետև մեզ նրանք ովքեր ուզում են պատերազմի եռագլուխ կուսակցությունը, որ մեզ ուզում է պատերազմի ճանապարհ խաղաղության պատերազմի ճանապարհին դնի, խաղաղության ճանապարհից շեղի, նրանք իրենց ցորինե դաշտերի համար են անում ամեն ինչ։ Նրանք իրենց կանսերվի կոկոշների համար ամեն ինչ։ Նրանք անում են, որ զինվորի հացը ուտելու համար են անում ամեն ինչ։ Որ ասում ենք, մենք պաշտպանում ենք մեր Հայաստանը։ Այո, մենք տարածքային խնդիրներ մենք ասում ենք տարածքների 2024 սահման փաստաթղթերը արձանագրվել է Հայաստանի Հանրապետության տարածքը
Եվ սահմանազատման արդյունքում որևէ կասկած չունենալ 29743 քառակուսի կիլոմետրը հստակ դա դե յուրե արձանագրված է եւ դե ֆակտո էլ կարձանագրվի։ Մեզ այսօր վախեցնում են 300,000 ադրբեջանցի փախստականի վերադարձով։ 300,000 ադրբեջանի փախստականի թեման կենթանի պահում են նրանք, ովքեր խոսում են Ղարաբաղը վերանվաճելու մասին, Ղարաբաղի եւ մեր փախստականների վերադարձի մասին։ Մեր պատկերացումը հետեւյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Մենք Ղարաբաղի ժողովրդին տնավորում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ այդ փախստականների թեման ընդհանրապես փակում ենք ընդմիշտ։ Որտեղ հակառակ դեպքում մենք էլ չենք ասի Բաքու պետք է վերադառնան, մերոնք Նախճեվան պետք է վերադառնան։ Եթե ասենք դա նշանակում է կոնֆլիկտի վեր սկսում։ Պետք է հանդարտվել, պետք է հանգստանալ, պետք է կոնֆլիկտից դուրս գալ եւ ապրել իրական Հայաստանում, իրական կյանքով, իրական նպատակներ դնելով, իսկ իրական նպատակը մեկն է՝ պետությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունը, բարեկեցությունը։ Եվ պետությունը, եւ մենք ձեզ առաջնորդում ենք այս տրամաբանությամբ։ Եվ մենք ձեզ խնդրում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին դեր կանգնեք Հայաստանի Հանրապետությանը, կանգնեք ինքնիշխանությանը, դեր կանգնեք պետությանը, դեր կանգնեք այս երեխաներին, որոնց մենք սերնդեսերունդ պետք է փոխանցենք Հայաստանի Հանրապետությանը, դեր կանգնենք մեր նահատակների հիշատակ մեր նահատակարգելու ամենամեծ միջոցը ինքնիշխան, զարգացած, անկախ, բարեկեցիկ անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետությունը, ձեր պետությունը, եւ ուրեմն փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Եվ Այս մեր խնդիրն է, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը